Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը Մատենադարանն ամփոփել է 2025 թվականի գործունեության արդյունքները։ Մեկ տարում մեծ աշխատանք է իրականացվել ենթակառուցվածքների վերանորոգում, նորագույն տեխնոլոգիաների կիրառում, անվտանգության համակարգի հզորացում, նոր ծրագրերի ներդրում։ Ամենակարևոր բաներից մեկը անցած տարվա բնականաբար Մատյանների տուն դարձա արշավներ, որի շրջանակում դարձյալ բավական արժեքավոր ծրագրեր մուտք գործեցին Մատենադարան եւ այլևս հավերժորեն դարձան հայ ժողովրդի սեփականությունը եւ այդ ձեռք բերված մատյանների մեջ հատկապես երկու ձեռագիր կա, որ գոնե ինձ համար առանձնահատուկ էմոցիոնալ բովանդակություն ունի։ Առաջինը դա ավելի քան 100 տարի առաջ նկարագրված եւ ցեղասպանության տարիներին անհետացած ձեռագրի վերադարձներ։ Հաջորդ կարևոր ձեռքբերումն ըստ Խզմալյանի Սարգիս շնորհալու 7 կաթողիկե թղթերի մեկնությունը գիրքն է, որը Մատենադարան է բերվել կառավարության աջակցությամբ։ Պաուստային ֆոնդից մեզ տրամադրվեց 93 միլիոն դրամ։ Մենք մինչ այդ արդեն կես տարի աճորդը հետաձգում ենք, որ այդ ձեռագիրը չվաճառվի, իսկ երբ ընթացքում պարզվեց, որ այդ ձեռագրի մեկ էջը Մատենադարանում է, սա արդեն դարձրեց հրամայական ամբողջական ձեռագիրը Մատենադարան բերելու եւ այդ ինձ համար պատմական իրադարձությունը տեղի ունեցավ Արամ Խաչատրյան համերգասրահում, երբ կառավարության ղեկավարը անձամբ հանձնեց ձեռագիրը Մատենադարանին։ 2025 թվականին ձեռագրատունն առաջին անգամ հանրությանն է ներկայացրել իր ֆոնդերում պահվող արժեքավոր ցուցանմուշների 50%-ը։ Ներդրված կրթական ծրագրերում չեն մոռացել ներառականության մասին։ Մենք տեղադրեցինք մանրանկարների շոշափական պատկերները եւ մեկնաբանությամբ լսողական համապատասխան Եվ սա իսկապես շատ կարևոր է, որովհետև նախ այս կառույցի զարգացման ծրագրով է նախատեսված, տնօրենի զարգացման ծրագրով է նախատեսված ներառականության ապահովումը, շուտով տեղի կունենա դրա մեկնարկը, այդ նախագծի մեկնարկը մշակվում են համապատասխան կրթական ծրագրերը եւ ուզում եմ հավաստիացնել, որ ներառականությունը եւ իսկապես ամենքի Մատենադարանը պետք է շարունակի մնալ մեր առաջնահերթությունը։ Մատենադարանն արդեն ունի նաև սեփական պարբերականը, տպագրվել է 3 համար, 4-րդ հրատարակությունից հետո ձեռագրերի պահոցից անակնկալներ են խոստանում։ Մատենադարանը եւ Բրեպոլս հրատարակչությունը դիմելու են Սկոպուս միջազգային գիտատեղեկատվական շտեմարան պարբերականն ընդգրկելու համար եւ չափազանց կարևոր արդյունք դա կլինի ինչպես Մատենադարանի, այնպես էլ հայագիտական շրջանակների համար իրենց ուսումնասիրությունները ներկայացնելու։ Մեծ հեղինակություն է վայելում արդեն պարբերական ինչպես Հայաստանում, այնպես էլ հայագիտական արտերկրի շրջանակներում եւ դրա մասին խոսում են հրատարակված հոդվածները, իդեպ հեղինակների յուրաքանչյուր համարում ընդգրկված ուրեմն հեղինակների շուրջ 70%-ը արտերկրի մեր հայագետներ, գիտնականներն են, ինչը եւս կարելի ասել երաշխավորում է պարբերականի մուտքը միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններ։ Ձեռագրատանը վստահեցնում են 2026-ն էլ ավելի բուռն տարի է լինելու։ Անելիքները շատ են, իսկ ժամանակը չի սպասում։ Յուրա Վահանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։